Շիրակի պատմամշակութային ժառանգությունը հայագիտության արդի հիմնահարցերը խորագրով երկօրյա միջազգային 12-րդ գիտաժողովը, որին մասնակցում են հայագետներ, հնագետներ, մշակութաբաններ ու ազգագրագետներ Հայաստանից ու արտերկրից, նպատակ ունի քննարկել տարբեր ուղղություններով արված հետազոտությունները, որոնք ներկայացվում են մասնագիտական լայն շրջանակին, ինչպես նաև սահմանել խնդիրներ ու առաջարկել լուծումներ։ Այս հարթակը հարմար է նաև միջազգային համագործակցության համար։ Միջազգային նշանակության 2 պայմանագիր է ստորագրվել։ Նրանցից մեկը կնքվեց Սամս Խեչավախետի համալսարանի հետ, ավելի ճիշտ երկարացվեց հին պայմանագիրը եւս 5 տարով, իսկ երկրորդ պայմանագիրը կնքվեց ռուսաստանյան գիտելիք կազմակերպության հետ, որը Ռուսաստանում գործում է, թե չեմ սխալվում, 47 թվից 1900, բավականին մեծ մասշտաբներ ունի եւ լրջորեն հետաքրքրված է Շիրակում մեր հետ աշխատելու ուղղությամբ։ Կնքեցինք պայմանագիր եւ հուսով եմ, որ այդ պայմանագիրը եւս արդյունավետ կլինի։ Եվ միաժամանակ երրորդ պայմանագրի համար նախնական աշխատանքներն ավարտեցինք 3 մեր գերմանացի գործընկերների հետ։ Պատմագիտություն, ազգագրություն, հնագիտություն, ճարտարապետություն, երգ, երաժշտություն, արվեստ, տարբեր սեկցիաներով ընթացող միջազգային գիտաժողովի զեկույցները Շիրակի պատմամշակութային ժառանգությանն են առնչվում։ Բնագետները քննարկում են Շիրակի բարբառը, բառաֆոնդի տարբեր շերտեր, բանասիրական խաղիկներ, բանահյուսությունների սկզբնաղբյուրներին վերաբերող հարցեր։ Ազգագրագետների ուսումնասիրության առանցքում 20-րդ դարասկիզբն է։ Կարինե Բազյանի զեկույցը բանվոր թերթին է նվիրված որպես լենինականի քաղաքային նոր մշակույթի ուսումնասիրությունների սկզբնաղբյուր։ Գյումրցին ու լենինականցին իրար հետ կջոգվին այնպես, ինչը Կիթայը լեմեց է։ Այսինքն չինացին ու գերմանացին լեմեց է։ Աս երկուսը իրար հետ չունեն։ Քանի որ ինքը Ալեքսանդրապոլը ավանդութային եւ դասական քաղաքային մշակույթ կարող ուրեմն քաղաք էր ինքը լենինականի նոր խորհրդային արդյունաբերական այն մշակույթը, որը բերվեց, կենտրոնական իշխանությունների կողմից այստեղ ինքը առաջացրեց որոշակի բախումներ, որտեղ ավանդական բնակչությունը քաղաքի հին այն որ սիրում են ասել գյումրեցիները, իրենք դեռ շարունակում են պահել, դա շարունակում են կրել այդ մշակույթը։ Պատմաբանների զեկուցումներն առնչվում են պատմական տարբեր հիմնախնդիրների։ Կրթությանն է վերաբերում, քաղաքական հարաբերություններին, քաղաքական ինստիտուտներին, քաղաքական կուսակցություններին, սոցիալ-տնտեսական դրության, ասենք Շիրակի մարզի, Հարավային Կովկասի քաղաքային բնակավայրերին։ Գիտաժողովի ավարտից հետո արդյունքները կամփոփվեն գրավոր, կառաջադրվեն նաև հայագիտության նոր հիմնախնդիրներն ու կսահմանվեն լուծման ուղիները։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։